Անկախության ճանապարհը իրականում եղել է Հայաստանի համար ամենաբարդերից մեկը, ունես չէ՞ էլի, որ սովետը տենց փլվեց, մենք է ստիպված դառանք, կան տենց մարդիկ, ովքեր տենց իրոք մտածում են, կան մարդիկ, ովքեր դա հատուկ են ասում, նսեմացնելով այդ ժամանակահատվածի գործիչների տիտանական ջանքերը, բայց մեր հարթակը հասնած այն հարթակներից է, որը խորը գիտակցում ունի այդ տարիների իրադարձությունների վերաբերյալ, խորը գիտակցում ունի նրա մասին, թե ինչ արժեր Արցախը մեր համար, եւ պետք է մոռանալ, որ հենց մեր անկախության հռչակագրին հաջորդող 3 տարիների, 4 տարիների ընթացքում Արցախն ամբողջությամբ ազատագրվեց թուրքական կեղտոտ ներկայությունից։ Ու այդ մակարումը, որի միջով անցան այդ մարդիկ, մեզ հպարտությամբ տանում էր Եռաբլուր, եւ Եռաբլուրը մեր հպարտության կենտրոնն էր միջև 2020 թվականից այս սրիկան, այս տականքների իշխանությունը Եռաբլուրը դարձրեցին ողբի եւ ամոթի տեղ, ինչը մենք պետք է վերականգնենք, վստահ եմ, որ վերականգնելու ենք, առավել քան վստահ եմ, որ նորից գալու է ժամանակահատվածը, երբ որ այդ տղերքի, ընկած տղերքի արյան գինը ինչ որ չափով, գոնե ինչ որ չափով արդարացված է լինելու։